Դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունը հրապարակեց բանակցային գործընթացի հետ առնչություն ունեցող 13 փաստաթուղթ։ Արդյոք բանակցությամբ հնարավոր կլիներ շեղել պատերազմ լինել չլինելու օրակարգը։ Այս թեմայի շուրջ զրուցելու եմ քաղաքագետ Հրաչյա Թաշչյանի հետ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար, պարոն Թաշչյան, բարև ձեզ։ Հրավերի համար։ Սկսենք 2018 թվականից, պարոն Թաշչյան, ազգային ժողովում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այդ փուլում բանակցային գործընթացը կարելի է ասել կանգնած է։ Արդյոք արդեն իսկ այդ ժամանակ Ադրբեջանը որոշում կայացրել էր, որ բանակցությամբ չի լուծելու հարցը։ Նայեք, իմ կարծիքը հետևյալն է, որ Ադրբեջանը միշտ էլ մտքում ունեցել է ուժի կիրառման միջոցով հարցը լուծելու տարբերակը։ Միշտ էլ նա ձգտել է դրան, պարզապես նայեք, որպեսզի Ադրբեջանը գնար ուժի կիրառման, որպեսզի նա գնար պատերազմի եւ ուժի կիրառման միջոցով վեճի լուծմանը, այսպես ասենք, նա պետք է ունենար վստահություն, որ այդ ուժի կիրառումը նրա համար կլինի մատչելի կամ այդ գինը, որը պետք է վճարեր նա այդ բանի համար, կլինի նրա համար իր համար կլինի տանելի, մատչելի։ Եվ որ դեպքում դա կարող է լինել։ Այն դեպքում, երբ որ խախտված է ուժերի հավասարակշռությունը, այսինքն նա պետք է ունենար ուժային գերազանցություն հայկական կողմի նկատմամբ, եւ երկրորդը պետք է կարողանար չեզոքացնել արտաքին միջամտությունը կամ պետք է ունենար բարենպաստ արտաքին միջավայր։ Այդ ամեն ինչը պետք է ուրեմն այսպես համադրությունը այդ բոլոր գործոնների պետք է արկա լինեին, որպեսզի նա սկսեր պատերազմը։ Իմ համոզմունքը այն է, որ նա ի սկզբանե փնտրել է, որոնել է այդ իրավիճակը, այսպես ասած, միշտ ձգտել է այդ համադրությանը եւ այդ գործոնների ձեռքբերմանը եւ ի վերջո նա ձեռք բերեց 2020 թվականին։ Այստեղ կարելի է բացել 2016 թվականին։ Իհարկե, երևի թե փորձարկում 2016 թվականին էր, բայց արդեն լիարժեք կերպով նա վստահություն ձեռք բերեց, որ կարող է գնալ պատերազմի եւ կարող է լուծել իր համար ձեռնտու տարբերակով, այսինքն որ պատերազմը իր համար ձեռնտու տարբերակ է, պատերազմը իր համար, այսպես ասած, ընդունելի եւ բոլոր հարցերին կպատասխանի, նա վստահ եղավ արդեն 17-18-20 թվականներին, այսինքն պատերազմից անմիջապես առաջ, մի քանի տարի առաջ։ Դուք նշեցիք, որ կարևոր էր, որպեսզի ուժային բալանսը, շեղումը բավական մեծ լիներ, որովհետև 90-ականներին կարելի է ասել այդպիսի շեղում գրեթե չկար։ Նավթն էր միայն ազդող գործոնը։ Նավթը իհարկե վճարորոշ դերակատարում է այստեղ ունեցել, ինչպես նշեցիք, 90-ականներին այդ բանը չկար, այսինքն գոյություն ուներ հավասարակշռություն եւ բնականաբար Ադրբեջանը մտքով անգամ չէր կարող անցկացնել, որ կարող է ուժային միջոցով հարց լուծել, բայց այս իրավիճակը ստատիկ բնույթ չէր կրում, փոփոխվում էր իրավիճակը եւ հատկապես սկսվեց արագորեն փոխվել 2000-ականներին, երբ շահագործման հանձնվեց Բաքու-Ջեյհան այդ նավթամուղը, երբ շահագործման հանձնվեց Ադրբեջանի բնական գազի պաշարների ուրեմն հանքավայրերի այդ սպասարկող խողովակաշարը եւ Ադրբեջանը ձեռք բերեց բավականին մեծ եկամուտներ եւ օգտագործեց շատ, այսպես ասենք, լավ արդյունավետ կերպով իր տեսակետից նա, եթե հիշում եք 2010-ի շուրջը այդ տարիներին նա մոտարապես 5 միլիարդ դոլարի սպառազինություն ձեռք բերեց, հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես բայց նաեւ Բելարուսից, Իսրայելից եւ այլն։ Եվ բնականաբար ուրեմն նա այդ գումարները ծախսեց սպառազինության համար, գումարները ծախսեց իր զինված ուժերի արդիականացման համար եւ առավելություն ձեռք բերելու համար հայկական կողմի նկատմամբ։ Այդ ընթացքում հայկական կողմն ինչ էր անում, արդյոք օբյեկտիվ են, որ այդպիսի շեղում առաջացավ, պատճառներն օբյեկտիվ են։ Հայկական կողմը չուներ նույն միջոցները զինվելու համար, սպառազինվելու համար։ Ես ձեզ ասեմ, մոտավորապես 20 տարիների ես ուսումնասիրել եմ ռազմական բյուջեները երկու երկրների եւ ուրեմն 20 տարիների ընթացքում Ադրբեջանը մոտավորապես 17-18 միլիարդ դոլարի ավել գումարի ավել ծախսի արել իր ռազմական բյուջեում, քան Հայաստանը։ Դուք պատկերացնում եք ինչ մեծ տարբերություն է 17-18 միլիարդ դոլարի։ Հայկական կողմը չուներ այդ հնարավորությունը։
Բայց այդպիսի մեծ շեղումը ավելի զեղչելու տարբերակներ կային, որ չեն կիրառվել, չեն յուրացվել հայկական կողմից։ Չեմ կարող ասել, բայց փաստը մնում է փաստ, այսինքն վերջը պատմությունը ցույց տվեց, որ չեն կարել, չեն կարողացել եւ անհաջողություն է այսինքն եղել, այսինքն այդ առումով եւ մենք չեն կարողացել այդ խնդրին բավարար այսպես ուշադրություն դարձնել կամ բավարար կերպով չեն կարողացել այդ խնդրին պատասխան գտնել։ Փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը ուներ որակական, քանակական եւ որակական առավելություն հայկական կողմի նկատմամբ եւ այդ մասին են վկայում նայեք պատերազմի 44-օրյա պատերազմի մասին գրած բոլոր, այսինքն մեկնաբանություններով հանդես եկած բոլոր փորձագետները, բոլոր միջազգային փորձագետները, անխտիր առանց բացառության, նրանք տեսնում էին դա եւ արձանագրեցին, որ Ադրբեջանը ուներ քանակական եւ որակական առավելություն եւ ամենակարևորը որակական առավելության մասին է տեխնոլոգիական առավելություն ուներ Ադրբեջանը հայկական կողմի։ Այսինքն այդպիսի առավելության դեպքում ինչու ինչպիսի բանակցություն էլ ընթանար, միևնույն է ինքը չէր գնել այդքան զենվոր։ Եթե նա ունի այդպիսի առավելություն, եթե ունի Թուրքիայի անվերապահ աջակցությունը եւ ընդ որում ոչ միայն այսինքն դիվանագիտական աջակցություն, տեխնոլոգիական աջակցություն ռազմական աջակցություն, որը կրկնապատկում էր Ադրբեջանի ուժերը, կրկնապատկում էր նրա առավելությունը հայկական կողմի նկատմամբ։ Սա մեկ։ Երկրորդը նա գիտեր, որ չեզոքացված է միջազգային արձագանքը, բացասական արձագանքը, այսինքն կան բարենպաստ պայմաններ արտաքին միջավայրում, ինչու չօգտվել այս իրավիճակից։ Եվ այդ կուլմինացիան, այդ իրավիճակը, այդ հանգամանքների, այդ իր համար, Ադրբեջանի համար բարենպաստ դասավորությունը ձևավորվեց հենց 2020 թվականին կարելի ասել։ Ինչու հենց 2020-ին։ Նայեք 2020 թվականին ինչու համար։ 1. Առաջինը համավարակ COVID-19 սա սառեցել էր դիվանագիտական ողջ անցուդարձը համաշխարհային միջազգային, սա նշանակում է ուրեմն ուշադրությունը պետությունների, առաջատար պետությունների այլ տեղի սևեռված, որևէ մեկը մեծ սևեռուն ուշադրություն չի կարող դարձնել Հարավային Կովկասի վրա, սա մեկ։ Երկրորդը նայեք ինչ հետաքրքիր բան կային այսինքն այն պետությունները որոնք որ զբաղվում էին մեզանով դա Մինսկի խմբի համանախագահներն էին հա Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Ֆրանսիա նույն կարևորագույնը այստեղ իհարկե ամենամեծ ազդեցություն ունեցողները երկուսն էին Ռուսաստանի Դաշնություն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկայի Միացյալ Նահանգների պարագայում հիշենք 2020 թվականի աշնանը այդ երկիրը գտնվում էր նախագահական ընտրությունների նախընտրական փուլում ընդ որում աննախադեպ աստիճանի լարվածություն կար այնտեղ Բայդենի եւ Թրամփ եւ աննախադեպ ուրեմն պայքար էր գնում հանրապետական եւ դեմոկրատ կուսակցությունների միջև ժամանակը չէր որ նա պատշաճ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին ինչ վերաբերում է Ռուսաստանին նայեք այստեղ ինչպեսին եղավ Ռուսաստանի դերակատարումը Ռուսաստանը նայեք 2022 թվականի փետրվար 24-ը հա եթե չեմ սխալվում պատերազմը սկսվեց Ուկրաինայում եթե հաշվենք ուրեմն 20 թվականի սեպտեմբեր 27-ին էր 44-օրյա պատերազմի սկիզբը 1 տարի 5 ամիս ընդամենը այդ բանն է տարածությունն է ժամանակային այդ երկու դեպքերի միջև միամտություն կլիներ կարծել որ 2020 թվականին Ռուսաստանի Դաշնությունը արդեն չէր սկսել պլանավորումը այդ իր գործողությունների եւ արդեն չէր մտածում այն արտաքին քաղաքական հետևանքների մասին, որոնք որ կարող են սկսել այդ գործողության արդյունքում հետևանքները նախ եւ առաջ պատժամիջոցներն էին արևմտյան պետությունների պատժամիջոցները այդ իրավիճակում բնականաբար Ռուսաստանը պետք է փնտրեր գործընկերներ պետք է փնտրեր դաշնակիցներ որոնց միջոցով նա հնարավորություն կունենա մեղմացնել այդ պատժամիջոցների ազդեցությունը այդպիսին Թուրքիան էր բնականաբար եւ Թուրքիայի հետ միասին այս թուրք-ադրբեջանական տանդեմը այս երկու պետությունները եւ հետագա իրադարձությունները այսինքն գնաց գործակցության որպեսզի իրեն սպասվող պատժամիջոցները չեմ գործածի չեմ օգտագործի բայց նա պետք է հաշվի առներ ելնելով իր շահերից իր արտաքին քաղաքականության տրամաբանությունից նա պետք է հաշվի առնել այդ երկու պետությունների հետ գործընկերության անհրաժեշտությունը կարևորությունը։ Դա ավելի կարևոր էր, քան Հայաստանի հետ դաշնակցությունը։ Գիտեք, նայեք, եթե չլինեին դրանք պատերազմը ցույց տվեց եւ պատերազմի, այսինքն ուկրաինական պատերազմի ընթացքը ցույց տվեց, ընթացքում տեղի ունեցող զարգացումները եւ տնտեսական, այսպես ասած,
գործողությունները ցույց տվեցին, թե ինչքան, թե որքան կարևոր էր Թուրքիան եւ Ադրբեջանը Ռուսաստանի համար։ Այսինքն նայեք, այս պայմաններում ստացվում է, որ ռելիային համաձայնություն գուցե այսպես կիրառենք Ռուսաստանի կողմից էլ կար։ Այսինքն կար ադրբեջանական թուրք-ադրբեջանական տանդեմը, ադրբեջանա-թուրքական տանդեմը ունեին ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգների զբաղվածությունը այլ հարցերով, որը որ աննախադեպ էր, իրոք աննախադեպ էր, գումարած COVID-ը դա ավելի էր այսպես խորացնում այդ զբաղվածությունը եւ Ռուսաստանի զբաղվածությունը ուրեմն իր ռազմավարական խնդիրներով դրանք շեղեցին նրանց ուշադրությունները եւ հնարավորություն տվեցին ավելի բարենպաստ իրավիճակ ունենալու միջավայրի տեսանկյունից, արտաքին քաղաքական միջավայրի տեսանկյունից, Ադրբեջանի համար խոսքը գնում է իհարկե։ Պարոն Թաշյան, դուք նշեցիք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Ռուսաստանի դիրքավորումը, բայց եթե հաշվի առնենք, որ մեր դաշնակիցն է եղել տասնամյակներ շարունակ եւ նույն կերպ Թուրքիան էլ Ադրբեջանի դաշնակիցն է, արդյոք հավասարության նշաններ կարող ենք դնել դաշնակցական վերաբերմունքի հետ կապված, զուգահեռ դուք նշեցիք ներողություն 2000-ականներին թերևս ամենամեծ չափաբաժնով զենք մատակարարողը Ադրբեջանին հենց Ռուսաստանն էր։ Նայեք, մենք այսպես թյուր երևի թե մի քիչ սխալ ըմբռնում ենք ունեցել մշտապես Ռուսաստանի նկատմամբ, որովհետև նայեք Ռուսաստանը կարծեն ենք թե տալիս է բացարձակ առավելություն է տալի հարավային Կովկասում Հայաստանին, դա այդպես չէ։ Ռուսաստանի համար հավասարաչափ կարևոր են եղել Ադրբեջանը եւ Հայաստանը։ Իմ խորին համոզմունքն է, որ Ռուսաստանի համար ավելի կարևոր է եղել եւ հիմա էլ շատ կարևոր է Ադրբեջանը, հենց Ադրբեջանը։ Այդտեղ թերացում արդյոք չի Հայաստանի կողմից, որ միայն Ռուսաստանին ենք դիտարկել որպես դաշնակից եւ սպասել։ Իհարկե ռետրոսպեկտիվ, եթե հետադարձ հայացքով նայում ես, իհարկե այդպես կարելի է գնահատել։ Գուցե մի քիչ հիմա հեշտ է իհարկե այդպես խոսելը, բայց պետք է այդպես գնահատել։ Հա, համաձայն եմ ձեզ հետ, դա իհարկե թերացում էր ոչ թե Ռուսաստանի վրա դնել խաղաքարտերը բոլոր, այսպես ասած, այլ կարծել, որ Ռուսաստանը տալիս է առավելություն է տալիս մեր իր այդ հարաբերություններում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, Հայաստանին է տալիս բացարձակ առավելություն։ Ես կարծում եմ, որ մեր անվտանգության ռազմավարությունը կառուցված էր այնպես, հենց այդ մտայնության հիման վրա էր կառուցված։ Բայց այստեղ չմոռանեք նաեւ մի այլ հանգամանք, նայեք, վերջին խոսքը գնում էր Լեռնային Ղարաբաղի մասին եւ պատերազմը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի տարածքների շուրջ, հա, այստեղ Ռուսաստանը ֆորմալ առումով էլ չուներ պարտավորություններ։ Դա էլ չմոռանանք։ Ադրբեջանի համար պատերազմը միայն տարածքային հարցեր լուծելու խնդիր էր, թե Նայեք, այո, լավ հարց եք տալիս։ Իհարկե Ադրբեջանի համար նայեք, նախ եւ առաջ Լեռնային Ղարաբաղի խնդրի այդ վեճի կարգավորման իր համար դա լավագույն տարբերակն էր։ Ես նորից կրկնում եմ, ես վստահ եմ, որ նա միշտ ձգտում էր դրան, նա միշտ ձգտում էր հենց ուժային միջոցով հարցի կարգավորմանը եւ հասավ իր նպատակին։ Հանգամանքների, փաստորեն հանգամանքների բարենպաստ բերումով։ Երբ հնարավոր էր կար փուլ տարեթիվ ժամանակաշրջան, երևի թե շատ այն վաղ շրջանում իհարկե 90-ականներին, երբ որ մենք ունեինք առավելություն, երբ որ դեռ այդ բանները, հորիզոնները, դեռ այդ հեռանկարները հարստանալու իրավիճակի փոփոխության դեռ չկային։ Մենք խոսեցինք շարժարիտների մասին, փաստորեն, Ադրբեջանի համար շարժարիտների, թե ինչու նա պետք է գնար պատերազմին։ Մեկ եւ արձանագրեցինք մեր այս զրույցի ընթացքում, որ մեկ առաջինը այն էր, որ այդ միջոցով նա առավելագույնը կստանար եւ երբևէ բանակցային միջոցներով, բանակցային ճանապարհով նա այդ արդյունքների չէր հասնի, ինչ կարող էր հասնել ուժի կիրառման միջոցով։ Եվ երկրորդը շատ մի հետաքրքիր, շատ մի կարևոր գործոն, որը որ գրեթե անտեսվում է եւ դրա մասին մենք չենք խոսում, դա ներքին քաղաքական խնդիրներն էին։ Նայեք նախագահ Ալիևը եւ իր վարչակազմը շատ, այսպես ասեմ, թույլ լեգիտիմություն ունեցող ուժ են ներկայացնում իրենցից, լեգիտիմություն ասելով մենք հասկանում ենք ուրեմն ժողովրդի հավանությունը, իշխանություն ունենալու հարցում ժողովրդի հավանությունը, հա։ Նայեք, իսկ պատերազմի միջոցով, պատերազմում կամ ուժի կիրառման հարցում հաջողություն ձեռք բերելու միջոցով նա կարող էր շեշտակիորեն ամրապնդել իր լեգիտիմություն, ինչը եւ տեղի ունեցավ։
այսինքն սա էլ էր մի լրացուցիչ գործոն, որը որ այսպես շարժարիթ էր հանդիսանում բանի համար, նախագահ կամ վարչակազմի համար Ադրբեջանի պատերազմ սկսելու։ Այսինքն եթե ես ստացա, եթե նրանք մտածում էին այսպես, եթե մենք ունենք երաշխիքներ, որ պատերազմում հաղթելու ենք, այսինքն ունենք ուժային առավելություն, դա ակնհայտ է, եթե ունենք Թուրքիայի անվերապահ աջակցությունը, որը նաև տալիս է տեխնոլոգիական առավելություն, օդում առավելություն եւ այլն, այդ բարձր կարևորագույն ոլորտներում եւ մարդկային ռեսուրսներով իհարկե մենք ասացինք արդեն որակական քանակական որակական տեխնոլոգիական առավելություն եւ դիվանագիտական առավելություն, այսինքն բոլոր առավելություններն ունենք, այսինքն պատերազմ սկսելը եւ պատերազմի համար այն գինը, որ պետք է վճարեր Ադրբեջանը, նա հասկանում էր, որ դա ընդունելի գին է, դա տանելի գին է իր համար, այսինքն նա կարող է գնալ պատերազմի եւ պահնել շատ ճիշտ նավորսած, եթե կարելի է այսպես ասել, իհարկե շատ այսպես բարենպաստ պայմանները լավ դասավորվել են այդ։ Այս համատեքստում շատ է քննարկվում ու որպես մեղադրանք հնչեցվում այն հանգամանքը, որ 2019-ի վերջի փաստաթուղթը, որ ստացել է Հայաստանը, այդ փաստաթղթին հավուր պատշաճի եթե անդրադարձ լիներ, պատերազմը չէր հրահրվի, արդյոք դրանք նպաստող գործոններ էին եւ 2019-ի առաջարկն իրականում ինչի մասին էր, կարող էր բեկել պատերազմի ընթացքը։ Ես մի քիչ կրկին մի քիչ ավելի ոչ ստանդարտ տեսանկյունից նայեմ հարցին, հա։ Իսկ հիմա պատկերացրեք, ինչ է նշանակում պատշաճ կերպով անդրադառնալ այդ հարցին։ 20 կամ 25 տարի հայկական կողմը պատշաճ կերպով անդրադառնում էր բանակցային գործընթացին եւ նայեք, ինչ է նշանակում պատշաճ կերպով այդ պահի դրությամբ։ Դա նշանակում էր պահանջը որն էր 5 շրջաններից դուրս գալ։ Հանել զինված ուժերը 5 շրջաններից։ Դե հիմա պատկերացրեք 19 թվականին հայկական կողմը այսպես մի հատ երևակայության մենք այս տեսական այս իրավիճակի եկեք պատկերացնենք, արագ սկսում է այդ գործընթացը։ Հա, եւ ասենք 19 թվականի կամ վերջին կամ 20 թվականի սկզբին դուրս է հանում իր զորքերը այդ բանից։ Եվ ինչ է կարծում, սա ինչ է տալիս։ Սա տալիս է բնականաբար առավելություն ադրբեջանական կողմին շատ ավելի հեշտությամբ պատերազմը սկսելու, շատ ավելի լավ պայմաններ է ստեղծում։ Որովհետև նայեք, ես վստահ եմ, որ անգամ այդ բանից հետո Ադրբեջանը կգտներ առիթ, կգտներ միջոցներ սադրանքների համար եւ միջոցներ այդ պատերազմը սկսելու համար կամ այսինքն պատրվակներ նա կգտներ բնականաբար։ Նա կշարունակեր, այսինքն շատ ավելի բարձր պահանջներ կդներ։ Նա այսինքն ինչ ասածս այն է, որ բավարարվածությունը նա պետք է ստանար ուժի կիրառման արդյունքում եւ նրա հետևանքով եւ ոչ թե այսպիսի ուրեմն խաղաղ գործընթացի արդյունքում։ Դա նաև ներկայացվում է որպես այս տասնամյակների ընթացքում թերևս լավագույն առաջարկներից մեկը։ Արդյոք դա նոր մի առաջարկ է 19-ին։ Ոչ մի նոր բան այնտեղ չկար, ես ինչպես հասկանում եմ, եւ կարծես թե 16 թվականին, այսինքն մինչ այդ ներկայացված բոլոր տարբերակների խտացված երևի թե տարբերակներ դա, որտեղ հիմնականում խոսքը գնում էր կրկին այդ Մինսկի սկզբունքների այդ բոլոր այդ կետերի վրա հիմնված մի տարբերակ էր, որի հիմնակարը կամ անկյունակարը դա բանն էր, տարածքներից դուրս գալ, զինված ուժերի դուրս հանում գրավյաց նախ եւ առաջ առաջին 5 տարածքներից, 5 շրջաններից եւ հետո ուրեմն գործընթացի շարունակությունը։ Այսպեսի հանգամանքներ էլ կան, որոնք որ երևի թե հաշվի շատ չեն առնում։ Միաբևեռ համակարգ էր տիրում միջազգային հարաբերություններում, իսկ 20-ականին 15-17 թվականից հետո արդեն այդ համակարգը փլուզված էր, գիտեք, եւ ողջ Լեռնային Ղարաբաղի խնդիրն էր, որ ծնված էր հենց այդ միաբևեռ համակարգի աշխարհակարգի պայմաններում, որտեղ իշխում էր այսպես կոչված օրենքների վրա հիմնված կանոններ կամ համակարգ, որը այսպես են ասում rule based order, ուրեմն օրենքների վրա հիմնված համակարգ, եւ հենց բուն Ղարաբաղի խնդիրը ազգերի ինքնորոշման
խնդիրը հենց այդ համակարգի ծնունդն էր, միայն այդ համակարգում կարող էր ծնվել, բայց քանի գնում էր, ինչպես կարելի ասել, քանի մենք հեռանում էինք այդ տարեթվերից, այդ ժամանակաշրջանից, այդ համակարգը մեզ համար ստեղծված բարենպաստ պայմանները, որի ժամանակ մենք կարող ենք բարձրացնել եւ հետամուտ լինեինք այդ խնդրին, այդ մարում էր, դա ոնց որ ավելի պակասում եւ ավելի նեղանում էր այդ համակարգի ազդեցությունը եւ ի վերջո ուրեմն կա այսպիսի մի ենթադրություն, որ մոտարապես 2017 թվականին ավարտվեց այդ համակարգի գոյությունը կամ եկավ իր վերջնական, այսպես ասած, կետին հանգրվանին, այսինքն 20-ական թվական, 20-ին 2020-ին մենք արդեն գուցե կարելի ասել այլ աշխարհում էինք ապրում եւ շատ դժվար կլիներ Հայաստանին այդ պայմաններում հետամուտ լինել, շարունակել հետամուտ լինել Ղարաբաղի հակամարտության, ասենք մեզ համար բարենպաստ կարգավորումը։ Պարոն Թաշյան, թեպետ շարունակությունը փոխել չենք կարող եւ այն ինչ կա, բայց որպեսզի նաեւ դասեր քաղենք պատմությունից, եղել է փուլ, որ լավագույնն էր դասավորված մեզ համար, որպեսզի միայն 1990-ականները պատերազմից հետո։ Իսկ բանակցային փաստաթուղթ։ Ես չեմ կարող ասել, ես այդպեսի խորությամբ չեմ փորձել դրանք ուսումնասիրել, գիտեք, կրկին բոլոր փաստաթղթերը հիմնված են միջազգային հանրության կողմից արտահայտված կարծիքների վրա, որոնք որ նայեք հնչեցվել են Լիսաբոնի գագաթաժողովին նախագահողի կողմից, որոնք արտահայտված են մադրիդյան սկզբունքներում։ Այսինքն բոլորն էլ այդ դաշտի վրա, այդ ֆունդամենտի վրա են հիմնված եւ չի կարելի ասել թե որն էր ավելի լավ, որն էր ավելի վատը, բայց կար առավելություն հայկական կողմը ուներ առավելություն դա 1990-ականների 94 թվականից հետո այդ առաջի 3-4-5 տարիներն էր, երբ որ մենք ունեինք առավելություն եւ գուցե պետք է օգտվենք իրավիճակից։ Բայց նորից վերադառնալով ձեր նախկին հարցին նայեք եւ պատկերացրեք ենթադրենք նորից տեսականորեն այսպես մեր երևակայության մեջ այս սցենարը պատկերացնենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը հիմա կա գոյություն ունի։ Ես ասեմ, որ այսօր շատ անբարենպաստ պայմաններում հայտնվել հայկական կողմը։ Այն իրավիճակում, որում հայտնվել է միջազգային հարաբերությունների համակարգը, այն իրավիճակում, երբ որ գիտեք մարժում է միջազգային իրավունքի նշանակությունը, դերակատարումը, այս պայմաններում մենք չենք կարող հետամուտ լինել այդ խնդրի մեզ համար ձեռնտու լուծմանը։ Նայեք այսօր հրապարակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարությունը եւ այնտեղ բարձրորոշ կերպով գրվում է, որ այդ համակարգի միջազգային օրենքների վրա հիմնված միջազգային հարաբերությունների հենասյուն հանդիսացող Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս դուրս է գալիս այդ խաղից, այսպես ասենք, այլևս չի լինելու այդ համակարգի երաշխավորը։ Եթե չկան երաշխավորներ, եթե չկան օրենքների համար, միջազգային իրավունքի համար, եթե երաշխիքներ չկան, որոնց դերակատարումը կարող են իրականացնել միայն գերտերությունները, փոքր տերությունների համար շատ դժվար է իրավիճակում հետամուտ լինել օրենքների հիման վրա, այսինքն նորմերի, միջազգային նորմերի հիման վրա իրենց իրավունքների պաշտպանությանը։ Իսկ այս տարածաշրջանում առավելություն ունեն Թուրքիան եւ Ադրբեջանը եւ մենք չենք կարողանա պարզապես դիմագրավել նրանց այդ ճնշմանը։ Այսինքն ի վերջո անձով պայմանավորված չէր ելքը անձերով աշխարհակարգ։ Ոչ մի դեպքում։ Իհարկե ոչ։ Կային այսինքն կար արդեն տրամաբանություն գոյություն ուներ, որը որ հանգեցնելու էր մի օր հանգեցնելու էր այս իրավիճակին։ Նայեք 90 թվականներին մենք պատերազմում հաղթանակ ունեցանք եւ իրավիճակը բավականին ձեռնտու էր բարենպաստ էր մեզ համար, բայց դա հավերժ չէր կարող ձգվել, հավերժ չէր կարող տևել եւ գիտեք նայեք անվտանգության համակարգերը, երբ որ պետությունները մտածում են իրենց անվտանգության մասին, նրանք չեն մտածում լավ օրերում բարենպաստ պայմանների համար, բարենպաստ պայմանների համատեքստում նրանք չեն կառուցում իրենց անվտանգության համակարգը, այլ կառուցում են վատ օրերի, սև օրերի համար։ Փաստորեն պատմությունը ցույց տվեց, ապացուցեց, որ մեր համակարգը այն
ողջ այսպես իր ողջ բաղադրիչներով այդ համակարգը, որ մենք ունեինք անվտանգության համակարգը, բնավ ուրեմն կենսունակ չէր այդ վատ օրերի, դժվար օրերի, սև օրերի համար։ Եվ ամփոփելով 5 տարի անց այս ամեն ինչի մասին խոսելը, էլի խոսելը կարևոր է, որովհետև Կարևոր է, որ մեր ժողովուրդը հասկանա, թե ինչպես է եղել, որ կարևոր է լսել տարբեր կողմներ եւ հիմնավորված իհարկե կարծիքներ ճիշտ դիրքավորվելու, ճիշտ քայլեր ձեռնարկելու համար։ Այսօր Հայաստանը իհարկե շատ ճիշտ է անում եւ մենք շարժվում ենք խաղաղության հաստատման, այսպես երկարատև անբեկանելի խաղաղության հաստատման ճանապարհով եւ այդ ուղղությամբ շատ վճռական քայլեր են ձեռնարկվում։ Նայեք, կրկին ես ասում եմ ինչի մասին, որ այն մեխանիզմները, որոնք որ կային միջազգային հարաբերություններում, որոնց վրա մենք ապավինում ենք մեր անվտանգության համակարգի, մեր անվտանգության ապահովման համար, այսօր այդ մեխանիզմները թուլացած են եւ կարելի է ասել չեզոք վերացել են գրեթե կամ մինիմումի են հասել, նվազագույնի են իրենց ծավալով, իրենց ազդեցությամբ հասել։ Այդ նման պայմաններում մեզ անհրաժեշտ է եւ մենք ճիշտ ենք անում ինչ անել մեր հարևանների հետ, մեր դրացիների հետ բնականon նորմալ խաղաղ հարաբերություններ կառուցել եւ դրա միջոցով եւ այդ միջոցով նվազագույնի հասցնել արտաքին վտանգները, արտաքին սպառնալիքները, որոնք որ կարող են լինել մեր երկրի նկատմամբ։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Զրուցում էի միջազգային հարցերի փորձագետ, քաղաքագետ Հրաչյա Թաշչյանի հետ։